Սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Բաստիոն հաղորդաշարը, այսօրվա մեր հյուրը Արսեն Գրիգորյանն է, Մրոն, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Հազար բարի։ Առաջին հարցը գուցե մի քիչ այսպես ընդհանրական թվա, բայց ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է երգը։ Ինձ համար երգը ասելիք է։ Ասելիք է, որը որ երաժշտության միջոցով շատ ավելի հեշտ հասնում է տեղ։ Միտք է։ Եվ երբ որ ինքը ասելիկա զուրգ է լինում, ինձ համար դադարում է։ Ուղղակի որպես ֆիզիկական երևույթ կարող է այո լսելու ինչ որ մի երևույթ է, բայց ինձ համար շատ կարևոր է երգը ունենա ասելիք։ Ինչպես իմ վարպետը երջանկահիշատակ Հովհաննես Բադալյանն է ասում, երգի մեջ խոսքի իշխանությունը պետք է լինի։ Այսինքն ասելիքը, ոչ թե խոսքեր շարված, այլ ասելիքը։ Եվ մենք գիտենք, որ հենց երգով մենք հաղթանակներ ենք կերտել։ Եվ կան երգեր նաև, որոնք որ այսօր դժբախտաբար մեր իրականության մեջ տարածում ունեն, որոնք որ վնաս են տալիս մեր մտածողությանը, իբրև հայի, մեր մտածողությանը, մեր լեզվա մտածողությանը, մեր հոգեբանությանը, մեր երեխաների հոգեբանությանը, եւ դրա համար շատ ընդարձակ է երգը մենք որ հարցնում եք ինչ է երգը, ինքը միանշանակ չէ պատասխանը։ Դրամ իմ ընկալումն է այդպես, երգը շատ կարևոր բան է մեր կյանքում։ Թույլ տվեք ձեզ Մրո ասեմ, էլի։ Խնդիր չկա։ Մրո ջան, իսկ երբ որ դուք ասում եք, որ վնաս է տալիս, դուք նկատի ունեք ռաբիսը։ Ես ի նկատի ունեմ յուրաքանչյուր երգ, որը որ իր պատկանելությամբ հայերեն չի, սակայն ասենք գողություն է լինում, իրական այդպես է։ Ինչ որ մի ուրիշ ազգի, հիմնական թուրքական, արաբական, ադրբեջանական, այդպես դարբեր, բարսկական, դարբեր այդպես երկրների, երկիչներից ինչ որ երաժշտություն են գողանում եւ այդպես կոպիտ ասած հայերեն խոսքեր են հագցնում։ Եվ այնտեղ չկա հայերեն լեզվան մտածողություն բնականաբար, որտեղ կարևոր հարմար լինի դվյալ երգին, այսինքն եւ եթե նկատենք դվյալ երգերը, որոնք որ հիմա տարածված են, հիմնականում մի քանի ինչ ասեմ, մի քանի բառերից է բաղկացած։ Բոլոր երգերում նույն բառերն են, այո, պրիմիտիվ, այո, ոչ հասարակ, որտեղ հասարակը լավ բան է, պրիմիտիվը սարսափելի է եւ ասում եմ, տվյալ դեպքում երգի վնասը շատ մեծ է լինում, որովհետեւ մենք երգով սիրել ենք, երգով կռվել ենք, երգով արարել ենք, մեր երգը հողից է ծնվում, ինչպես Չարենցն է ասում, եւ մենք այդ ամենը ինչ որ անում ենք այսօր, խոսքս նրանց մասին է, ովքեր որ չեն մտածում, որ այդ երգով ինչ ասելիք պետք է ունենան հասարակության մեջ։ Ոչ թե Աստված տվել է, բոլորին էլ շնորհք է տվել իմիջիայլոց։ Ընդհանրապես մարդ չկա, որ Աստված իրեն շնորհք չի տվել։ Այդ երգիչները, որոնք որ այդ երգերը երգում են, իրենք շնորհքով են, մեծ տաղանդով երգիչներ են։ Ուղղակի խնդիրը թե ինչ են երգում եւ արդյոք իրենց ասելիքը ինչ է։ Երգով գումար վաստակել, երգով հայտնի դառնալ կրկին, որովհետեւ ավելի հարստանա, ավելի իր նաև այդպես իրեն լավ զգա, որ ճանաչված է եւ թե օրինակի համար հասարակության մեջ, ինչպես բժիշկը իր վրա վերցնում է այդ առաքելությունը, որովհետեւ մարդկանց բուժի, երկիչն էլ ինչ որ առաքելություն ունի հասարակության մեջ,
իսկ հայ հասարակության մեջ պետք է երկը հայերեն լինի, հայապատկան լինի, թե երաժշտության առումով, թե իհարկե խոսքի առումով։ Դրա համար այստեղ գիտակցությունն է գալիս հիմնականում։ Մենք գիտակցում ենք արդյոք, թե մենք ինչ ենք անում։ Գիտակցությունն է բերում ծառայել մշակույթին, ոչ թե մշակույթը ծառայեցնել քո անձնական շահերին։ Բայց այդ այլ երկրի բաներ, որ վերցնում են երաժշտություններ, իրենք հիմնականում օրինակ ասենք հնդկական չեն վերցնում, ես իմ պակիստանյան չեն վերցնում, չէ, կոնկրետ ինչ որ երկրների են վերցնում։ Հուշում եք արդեն, որ ընդեղից էլ վերցնել։ Ու մեր ժողովուրդն էլ դա լսում է։ Այսինքն եթե վերցնեն ինչ որ ասենք, չգիտեմ, պաղեստինյան երգ կամ վերցնեն ինչ որ աֆղանական երգ, դա չեն լսի, բայց այդ երաժշտությունը լսում են։ Դա արդյոք նշանակում է, որ ինչ որ մտածողություն, որը պայմանավորված է այդ երաժշտությամբ, արկա է մեր ժողովրդի մեջ։ Նայեք, ես մի բան ասեմ, դժբախտաբար այն ինչ որ տնտեսական հասկացություն է եղել, պահանջարկ եւ առաջարկ, մտավ նաեւ մշակույթի դաշտ։ Այն ինչ իմ պատկերացմամբ դու որպես մշակույթի ներկայացուցիչ, արվեստի ներկայացուցիչ, օրինակ թատրոնները, ներկայացումները եւ այլն, պետք է այդպես անես, ասելիք ունենաս, որովհետեւ քո ժողովրդին տաս այնինչ որ իրեն կբարձրացնի։ Եթե մենք նույն երգը պիտի լսենք թուրքերեն, եւ հետո նույն երգը լսում ենք հայերեն, երբեմն հերվից չես էլ պատկերացնում, որ սա ինչ լեզու է։ Դա ազդում է մարդու մտածողության վրա եւ նաեւ իր ազգային ինքնության պահպանման այդ խնդիրը իր մեջ թուլանում է։ Մենք քիչ առաջ խոսեցինք դրա մասին, որ պահպանումը չի նշանակում, որ պիտի չզարգացնես, բայց զարգացրու այն ինչ որ դու ունես։ Ասենք եթե դու բերում ես տարբեր երկրներից ինչ որ երաժշտություններ, որոնք որ ավելի շատ իրենք կոմերցիոն, ավելի այդպես գլոբալիստական նաև բնույթ են գրում եւ սիրուն գործիքավորում ես, շատ սիրուն փաթեթավորում ես։ Դա էլ է խնդիր, ասեմ, մի որոշ ժամանակ առաջ հստակ էր, թե որն է վիրուսը, քո անտիվիրուսը սկսում էր աշխատել։ Հիմա, քանի որ շատ սիրուն է փաթեթավորված, փաթեթավորում բավականին սիրուն գործիքավորում են անում, բավականին շատ ծախս են անում եւ այլն, բայց մեջը բովանդակություն չկա։ Այսինքն դու բերում ես եւ սկսում ես ասել, որ սա քեզ համար սա է քո հոգու բահանջը։ Եվ կամաց սա նոր չսկսեց։ Կամաց եւ այսօր այդ վիճակը ունենք, բայց մենք ունենք հակառակ կողմը նաեւ շատերս, որոնցից մեկը ես, մենք վերցնում ենք մեր ավանդական երգերը, մեր աշխուղական երգերը, մեր կոմպոզիտորական երգերը, զորօրինակ Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսեյ Հեկիմյանի եւ մնացած մեր շատ մեծանուն երգահաններ, որոնք որ բավականին մեծ շտեմարան ունեն։ Եվ այդ երգերը ժամանակակից շունչ տալով, ժամանակի գործիքավորումներով եւ այլն նորովի մատուցում ենք մեր ժողովրդին եւ հատկապես մեր մատաղ սերնդին եւ շատ լավ ընդունվում է ուղղակի այդ չգիտակցելով որ ինչ դեր կարող է խաղալ այն թրքաբարո երաժշտությամբ հայերենը մեր ժողովրդի հոգեբանության համար աղաբաղելու համար մարդիկ խնդիր չունեն։ Կարևորը որ ինքը շատ լավ, հիմա հատկապես որ երկում են ոնց ասես, ինչ ասես, առանց սահմանների, առանց որևէ զգուշավորությամբ։ Դրա համար ես համաձայն չեմ
մեղադրել մեր ժողովրդին կամ ոչ թե մեղադրել, ուղղակի ասել, որ մեր ժողովուրդը դրա պահանջը ունի։ Մեր ժողովուրդը մաքուրի պահանջը ունի։ Մեր ժողովուրդը հայապատկան մշակույթի պահանջ ունի։ Ուղղակի մենք պետք է տանք այդ ամենը։ Մենք պետք է այդ դերը ստանձնենք եւ տանք մեր ժողովրդին։ Ես մի այս թեմային էլի եմ ուզում անդրադառնամ Մրոջան, ինչպես է լինում, որ այս պարադոքսն է, ինձ շատ հետաքրքիր, ինչպես է լինում, որ մենք թուրքերից վերցնում ենք ամենացածր մշակույթը, որտեվ իրենք էլ մեզնից են ինչ-որ երգեր վերցնում, պնդում են, որ դրանք թուրքական երգեր են, հետո ինչ-որ հարցազրույցներում ընդունում են, որ դա այնուամենայնիվ հայկական երգեր են եւ այլն, բայց իրենք վերցնում են ամենալավը, մեր ամենամաքուր, չգիտեմ, այսպես ասենք զուլալ ժողովրդական երգերը, իրենք թրքացնում են, թուրքերն են երգում, համարում են դա իրենց է, իսկ մենք վերցնում ենք իրենց աղբը։ Ոնց է այդ պարադոքսը տեղի ունենում։ Սա իրականություն է, ասենք եւ ցավալի իրականություն է, իրենք կարող են ամեն ինչ գողանալ, քանի որ իրականում Թուրքիա պետություն չի եղել, գողության, զավթելու շնորհիվ է, այն ինչ որ իրենք ունեն, իսկ գողանում է ով որ չունի, հիմնական թեզը, կամ էլ հիվանդ է, այդ գողության առումով, Ես համաձայն չեմ, որովհետև իրենք կայսերական մշակույթ են, դա իրենք համարում են, որ իրենց ժողովուրդներից մեկի Չէ, ես ասեմ գամ հասնեմ բան, կարող եք համաձայն չլինել, բայց ես ասում եմ իմ տեսակետը։ Մենք այսօր, ես կոնկրետ քիչ առաջվա ասածս, որ պետք չէ ժողովրդին մեղադրել, ապա ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր որ գողանում են այն աղբը տարբեր ազգերից։ Այսինքն ստեղծողներն են մեղավորը։ Բա բնականաբար։ Այսինքն դու կարող ես լուսավորել քո ժողովրդի միտքը եւ հոգին։ Դու բերում ես մտակնում է այդ ամեն ինչը։ Այսինքն դու քեզ համար կարևոր չի եւ վերցնում ես այն ամենա ձեր ասած պրիմիտիվ 2-3 տողանի շատ ավելի ասեմ երջանկահիշատակ Թաթուլ Ալթունյանը ասում է մեր երգը բջնանքների ավելորդ կարիք չունի եւ ինքը չունի իր մեջ այդ բջնանքները այն մելիզմները ավելորդ եւ այլն դա մեզ բնորոշ չի դա բնորոշ է ավելի շատ թուրքերին, ադրբեջանցիներին, արաբական մշակույթին է բնորոշ, իմիջիալուց ընդեղ էլ մեծ տարբերություն կա, բարսկական մշակույթին, ամենայն հարգանքով, թե բարսկականին, թե արաբականի, այստեղ խնդիրը անհատների մեջ է, դու պիտի աշխատես, որ կարողանաս վեր հանես այն ամեն ինչ, այո նորն էլ ստեղծի, ունենք այսօր նոր երիտասարդ երգահաններ, այո, որոնք որ նոր երգեր են ստեղծում, հայերեն մտածողությամբ, վերցնում են օրինակի համար Տերյանի, վերցնում են տարբեր մեր մեծանուն բանաստեղծների խոսքերը, բանաստեղծությունները եւ այդ ամեն ինչը զգուշորեն օրինակ ասեմ, քանի որ ես ինքս էլ եմ երգում, Նրանը Հովանես Թումանյանի խոսքերն են եւ Դավիթ Ամալյանի երաժշտություն Դավիթը անդրադառնում է մեր մեծերի խոսքերին ես ուզում եմ որ ինձ նման էլ չսիրեր մեկը քեզ մենք պետք է տարածենք այդ երգերը եւ տարածում ենք միտքը հայերեն միտքը որը ինքը շատ ավելի բարձրացնող է վեհացնող է մարդուն դանում է դեպի վերելքներ ես կարծում եմ որ քանի որ հեշտի յետևից են ընկնում այդ աղբը բերելը ավելի հեշտ է դրամ աշխատելու ավելի չգիտեմ բայց ինքդ քո վրա աշխատելու համար պետք է մտածես
Ձեր ասածից այնպիսի տպավորություն ստեղծվում, որ այդ մենք ազգայինի փնտրտուքի ճանապարհն ենք, որտեղ մի կողմից մարդիկ լսում են այն ինչը որ թուրքական է, արաբական է եւ այլն, մյուս կողմից, բայց մենք ունենք այն ինչը որ համարում ենք հայկական, ինչը որով պայմանավորվում է մեր մտածողությունը, մեր մշակութային ժառանգությունը, եւ այլն։ Ինչպես պետք է մենք ուղղորդենք այս գործընթացը, այսինքն եթե թողնենք այս իրավիճակի, մենք տեսնում ենք, որ այդ երաժշտությունը, ցածրաճաշակը գնալով ավելի է շատանում, տարածվում, մարդիկ չեն ամաչում, որ իրենք ռաբիս են լսում, հարսանիքները անցնում են բացառապես ռաբիսի տակ, բացառապես չէ, նու մեծ մասամբ, հա, որովհետև ասեմ, դա ուրիշ հարց է, այո, մեծ մասամբ այդպես է, բայց շատ անգամ լինում են հրավիրված երգիչներ, խմբեր, մեր ավանդակ, օրինակ վերջին մոտավորապես վերջին 20 տարվա ընթացքում մենք սկսել ենք այդ ավանդույթը վերականգնել հայկական ավանդական հարսանիքը, այսինքն ամբողջությամբ իր ծիսակատարությունը մենք անում ենք, իհարկե ոչ բոլորն են անում, բայց եւ նաեւ մի բան էլ ասեմ, եթե այսօր նայենք հարսանիքների, օրինակ կամ տարբեր տեսակի խնջույքների ժամանակ շատ անգամ հնչում են մեր ազգային ավանդական գեղեցկական երգերը ժամանակակից գործիքավորմամբ եւ մեր ժողովուրդը իրար ձեռք բռնելով բարում են շուրջ բարը, որը մեզ բնորոշ է, այսինքն բարը, որը որ մեզ բարձրացնում է այ ուղղահայաց շարժումներով եւ իրար հետ հաղորդակցվելով աղոթք է դեպի երկինք, դեպի Աստված։ Այստեղ իմ պատկերացմամբ այստեղ շատ կարևոր է պետական ռազմավարությունը։ Այսինքն մենք պետք է ունենանք ազգային մշակույթի պահպանման, զարգացման, բայց ինչ պետք է անի պետություն, պիտի ասենք, ես ասեմ, պարոն ես ինչ են դու այլևս մի երգի։ Ես ասեմ, դա կարճ ճանապարհ չէ, դա քաղաքագրթական ընթացք է, որը որ եթե ժամանակին մենք ունեցել ենք ինչ որ ընդհատում կա, եւ դա պետք է վերականգնել, այսինքն խնդիրը դաստիարակության մեջ է, եւ ես այդ ամեն ինչը պատկերացնում եմ, առաջին հերթին մենք պատասխանատվություն պետք է կրենք մեր երեխաների դաստիարակության համար, մենք ոնց ենք պատկերացնում մեր գալիքի հասարակությունը, ասենք նույն էլ մշակույթի իմաստով, ասենք ես ծրագիր ունեմ, որ հստակ բոլոր մանկապարտեզները պետք է ենթարկվեն մշակույթի նախարարությանը եւ մշակույթի նախարարությունը պետք է ծրագիր մշակվի մեր այ գալիքի հասարակության դաստիարակության համար մենք ինչ ենք անելու այստեղ մենք հիմա պատասխանատվություն ենք կրում օրինակի համար որ երեխաները ճիշտ ծնվեն կարակը չխափեն այս ինչը չանեն եւ սնունդի իմաստով առողջական իմաստով բայց զուտ հոգեվոր իմաստով մենք պետք է պատասխանատվություն կրենք հենց մանկապարտեզից իսկ ինչպես Նժդեհն է ասել գգա մի ժամանակ եւ երեխաները կդաստիարակեն իրենց ծնողներին այսինքն այդ բանը շրջանը մենք պետք է կարողանանք ապահովել դա այն չի որ օրինակի համար դի ասես այսինչ մարդուն դու այս բանը մի երկի այո գգա ժամանակ որ ես կարող եմ ասել եթե ես ունենամ լծակներ ես կարող եմ ասել մի երկի բայց սա երկի ես կարող եմ ասել որ դու շատ տաղանդավոր ես բայց սա լավ բան չի իմ զինվորը որ սահմանն է պահում մեր ֆիզիկական անվտանգությունն է ապահովում ինքը այստեղ կանգնած սահմանից այս կողմ լսում է նույն երաժշտությունը սահմանից այն կողմ լսում է նույն երաժշտությունը լավ բան չի ինքը նաև ոչ միայն մեր ֆիզիկական այլ նաև մեր բարոյական պաշտպանն է մեր բարոյական եւ մշակութային անվտանգության պաշտպանն է դրա համար մենք մշակութային խրամատը մենք պետք է մտածենք քանի որ Աստված տվել է այդ շնորհքը ոչ թե զենք վերցնենք հստակ կոնկրետ զենք այլ
հենց մշակութային խրամատը բահելու եւ դրա մեջ է օրինակ ես իմ դերակատարումը դրա մեջ է որ ես Աստված ինձ տվել է այս շնորհքը որ ծառայեցնեմ իմ ժողովրդին ծառայեցնեմ իմ մշակույթի պահպանմանը հանրահրճակմանը տարածմանը եւ դրա մեջ ես կամ իբրև փոխանցողի բայց կարող եմ սիրուն փոխանցեմ կարող եմ վատ փոխանցեմ այնտեղ լինում է գիտակցությունը գալիս է գիտակցություն որ դու շատ պետք է ճիշտ հասկանաս ինչ է նշանակում հայկական հնչերանք ինտոնացիան կամ ձայներանգը տեմբրը եւ շատ հարցեր որոնք որ մասնագիտական են բայց մեր երկը գույն ունի մեր երկը բույր ունի եւ դա ծիրանի բույրն է եւ ծիրանագույնն է եթե նայենք այդ երկերին մնացած որոնք որ գողացվել են դարբեր աղբանոցներից կամ իրենց համար աղբ չի դա իրենց բնորոշ է դարբեր ազգերի մենք կտեսնենք այնտեղ ոչ մի ծիրանի հոտ ու բույր չկա ոչ մի եկեղեցու պատկեր չկա երբ որ դու լսում ես այդ երգը եկեղեցու ընդհանուր քո պատկանելության հետ կապված որևէ բան չկա ուղղակի ասենք թե շիրայոտ կարող այս վիճակները ասենք բարձր տոն ցածր տոն չգիտեմ այն որ բնորոշ չի մեզ բնորոշ չի մեր մտածողության դրա համար ասում եմ այո մենք կարող ենք հստակ ռազմավարություն ունենալ պետական եւ մենք կարողանանք հասնել այն ամեն ինչին ինչ որ մենք պատկերացնում ենք ինչ որ մենք օրինակավոր գրել ենք մեր ուսերին որ պետք է փոխանցենք չփոխանցելը հանցագործություն է ես ընդհանուր առմամբ ձեզ հետ համաձայն եմ Մրոյ ջան բայց դուք ինչ է որ հավասար բայց դուք լավատես եք որտեվ դուք ասում եք մանկապարտեզները պետք է ենթարկվի մշակույթի նախարարությանը ոնց որ ապրիորի ենթադրում եք որ այդ մշակույթի նախարարությունը մի հատ բարձրարժեք կառույց է բայց մշակույթի հիմիկվա նախարարը Ժաննա Անդրեսյանն է դրանց առաջ եղել է Արմեն Ամիրյանը դրանց առաջ եղել է Հասմիկ Պողոսյանը օրինակ ում կվստահեիք մանկապարտեզներին կամ կա եղել է նախարար որին կվստահեիք եթե Պերճ Զեյթունցյանին չհաշվենք ես պատիվ ունեմ ասելու որ ես Արմեն Ամիրյանի նախարար եղած ժամանակ մշակույթի նախարար եղել եմ խորհրդականը եւ մենք իրականում գնում ենք այդ ուղղությամբ եւ դա գլիներ նաեւ օրենսդրական նախաձեռնություն եւ այլն որ կարողանանք այդ ծրագիրը իրականացնել այդ ծրագիրը ես եմ մտածել բայց Արմեն Ամիրյան նույն մտածողությունը ունի սակայն ընդհատվեց այդ ամեն ինչը բայց ես վստահ եմ որ նույնիսկ միացումը կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարությունների միացումը ես դեմ էի դրան որովհետև դրանով հենց կարգավիճակն ես իջեցնում իսկ մենք այնքան մեծ հարստություն ունենք մշակութային թե նյութական թե ոչ նյութական մենք իրավունք չունեինք չունենալ առանձին մշակույթի նախարարություն եւ մենք ունենանք այո լավատես եմ եւ ես ունեմ հիմքեր լավատես լինելու բոլոր տեսակի դժվարություններ ինչպես Ջիվանին է ասում ձախորդ օրերը ձմռան նման գուկան ու կերթան եւ մենք կունենանք այն ժամանակը եւ մշակույթի նախարարությունը առանձին կլինի եւ միգուցե այս ծրագիրը կկարողանանք իրականացնել մեր խնդիրը պատասխանատվություն կրելն է մենք պատասխանատվություն այսօր չենք ուզում կրել դրա համար այս նույն երկարվեստում այս վիճակը կա նույն օրինակի համար հանրային հեռուստատեսությամբ ամեն ինչ չէ որ պետք է հնչի մնացած լիքը տարբեր տեսակի մեդիաներ կան իհարկե մնացածն էլ են պատասխանատու մեր ազգային ինքնության պահպանության գործում բայց հիմնականում ասենք թե մեր հանրային հեռուստաընկերություն հանրային ռադիոն եւ այլն պետք է այնտեղ ասենք մենք հստակ պետական ռազմավարության
համապատասխան պետք է գործենք։ Իսկ ազգային մշակույթի պահպանումն է հիմնական խնդիրը, որը որ դրված է մեր պետական այդ մշակութային գերադեսչությունների վրա։ Այսինքն միջոցառումներ կազմակերպել, չգիտեմ, այս համերգը կազմակերպել, իմ պատկերացմամբ դրանք ցանկացած ընկերություն կարող է անել, բայց նախարարությունը ինքը շատ ավելի գլոբալ խնդիրներ պետք է լուծի, որը ես մատնանշում եմ։ Ես հստակ ասում եմ, ես ոչ նացիստ եմ, ոչ ռասիստ եմ, ոչ չգիտեմ ինչ եմ։ Ես սիրում եմ իմ ինքնությունը, ես սիրում եմ իմ հայի տեսակը եւ հայի տեսակի պահպանության կարևոր գործը կատակ չեմ անի այդ ուղուց։ Կարևոր գործը դա մշակույթի պահպանումն է։ Այսինքն ազգային մշակույթի պահպանումն է, որը դուք գիտեք, որ ես չեմ խոսում ուղակի խոսելու համար, այլ նաև իրականացնում եմ, այն ինչ որ ես կարողանում եմ։ Այսօր Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնները, որոնք տարածված են 9 մարզում Հայաստանի 23 կենտրոն, որոնք սպասարկում են 47 բնակավայր, գյուղ, քաղաք եւ այլն, մենք երեխաներին տալիս ենք այն ինչ որ կապված է իրենց մշակութային ժառանգության հետ։ Այսինքն երեխային ասում ենք՝ մի հեռացիր քո ինքնությունից։ Միտեղ սովորում են գորգարբետ գործել, միտեղ խաչքարագործություն, միտեղ ասեղնագործություն, միտեղ ազգային երգ, ավանդական երգ, ազգային եւ ավանդական պար, թաղիքագործություն եւ այլն։ Որոշում ոնց որտեղ ինչ սովորեն, ըստ իրենց պահանջմունքների հետաքրքրասության, թե ըստ մասնագետների։ Եվ գնում ենք մենք այդպես դիդանցում ենք անում տարբեր բնակավայրերում եւ տեսնում ենք, թե երեխաները օրինակի համար ինչ են ուզում սովորել, շփվում ենք երեխաների հետ եւ նույն ժամանակ նայում ենք, թե ինչ մասնագետ ունենք, որը ոչ նյութական մշակութային ժառանգության որևէ ոլորտի հետ կապ ունի։ Եթե չկա դվյալ գյուղում, ասենք, իմիջիայլոց գյուղ եմ սիրում ասել, բնակավայրը նենց մի տեսակ խորտ է, բայց գյուղը շատ լավ բան է, էլի։ Գյուղացին այնքան սիրում եմ, գյուղացի գյուղ բան, կամ գեղչկական երգ, այդ ամենա բանն է։ Խոշորացված համերգ։ Ասենք մոդիկ գյուղից կամ քաղաքից մասնագետ ենք հրավիրում, աշխատանքի ենք ընդունում եւ բնականաբար եթե ուրիշ տեղից է գալիս տրանսպորտի հարցնել ենք լուծում, դվյալ մասնագետ աշխատավարձը ստանում է, մեր երեխաները չեն վճարում։ Ինչու չեն վճարում։ Նույնիսկ նյութաձախսերը մենք ենք հոգում։ Որովհետև ես հավատում եմ, մեր խոսակցության սկզբից մինչև հիմա կարծում եմ մի թել է գնում, ես հավատում եմ, որ մեզ պետք են ազգային մշակույթի պահպանման զինվորներ, խրամատ պահողներ, իսկ զինվորից գումար վերցնելը դա մեղք է։ Բայց կա ծրագիր, թե ամեն մասնագետ ինքն է որոշում ինչ սովորեցնի։ Չէ, կա ծրագիր, նաև այո, մենք էսքիզներ ենք տալիս օրինակ նույն գորգագործության, կարպետագործության, խաչքարագործության, մենք այդ ամեն ինչը հետևում ենք, բնականաբար ունենք մասնագետներ, որոնք որ նաև խորհրդադուներ են, մեր մասնագետները պիտի ասեն, որ լավագույն մասնագետներն են, որոնք նվիրված են աշխատում, ոչ թե գալիս են աշխատանքի գնում են, այլ նվիրված են աշխատում, որովհետև նվիրված են այս ընդհանուր գաղափարախոսությանը եւ գիտական առումով մենք ահագին բաներ ունենք, շտեմարաններ ունենք, որոնց անդրադառնում ենք եւ փորձում ենք փոխանցել մեր երեխաներին այն ինչ որ ասենք օրինակ այդպեսի գարկախոս ունենք, որ ես գործում եմ գորգ, ոնց որ տատիկս էր գործում։ Այսինքն եւ կենսաբանական կապը, եւ նաեւ ընդհանուր բարոյական կապը։ Այսինքն ինքը փորձում է մնա իր տեսակի մեջ։
եւ կարծում եմ հաջողվում է եւ դուք էլ անդրադարձել եք մեր արարի գործունեությանը եւ ընդլայնվում ենք։ Եթե 2017 թվականին մենք սկսել ենք Բերթավանից մի գյուղից, այսօր 47 գյուղ եւ այս ընթացքում 8 տարի անցավ, չէ՞։ 17 թվականից ինչքան անցել։ 17-ից 9 9 տարի։ 9 տարվա ընթացքում մենք ունեցել ենք 10000 շահառու եւ այսօր հենց հիմա ունենք 1078 երեխա եւ մեծ սահմանափակում էլ չունենք։ Բայց հետո կան երեխաներ, որ դա ազդում է իրենց մասնագիտական ընտրության վրա։ Բնականաբար, այո, բնականաբար ունենք երեխաներ, արդեն երիտասարդներ, որոնք ընդունվել են Գեղարվեստի ակադեմիա, դարձել են լավ քանդակագործ, ոնց որ Էրիկ Ներսիսյանը եւ մեր Արթուրը եւ ունենք մասնագետներ, որոնք որ այսօր աշխատում են մեզ հետ, մեր մոտ են սովորել։ Ասենք գորգագործ Անին Մարտիրոսյանը մեզ մոտ սովորեց գորգագործություն եւ մենք ընթացքում խոսում ենք երեխաների հետ եւ կապ չունի երիտասարդ մեծ եւ հարցրեցինք, ասեց ես չեմ ուզում ոչ մի բան սովորել։ Ես ուզում եմ այս գորգագործությունը եւ կարպետագործությունը դառնա իմ մասնագիտությունը։ Եվ մենք հենց իր համար Զար գյուղում կենտրոն բացեցինք եւ այնտեղ ինքն է դասավանդում։ Հետո նաեւ մենք նպատակ ունենք տվյալ յուրաքանչյուր գյուղում օրինակի համար սկսեն աշխատել եւ աշխատանքով ապահովել։ Այսինքն պատվերներ ունենալ, թե կարպետների, ասենք, ովքեր մեզ դիտում են, կարող են պատվիրել եւ մենք տվյալ մեր հայրենակիցներին, մեր արարցիներին կարող ենք այդ պատվերը փոխանցել, իրենք պատրաստեն եւ այդպես ինքը շատ հասարակ մեխանիզմ է, ինչ որ ստեղ, բայց շատ արդյունավետ։ Հասարակ չի, համաձայն չեմ։ Շատ այո, դուք սերմեր եք ցանում միանշանակ։ Չէ, մեխանիզմն է հասարակ։ Բովանդակությունը այո։ Մրոջ ջան, մենք տեսնում ենք, որ այն ինչը որ այսպես ազգայինի հետ է կապված, օրինակ ասենք, չգիտեմ, գրական հայերենը։ Ինքը կենցաղում չի կիրառվում։ Օրինակ ասենք, երբ որ սովորեցնում են գրական հայերեն, գեղեցիկ ինչ որ բառեր եւ այլն, դրանք ինչ որ վեհ բաներ են, որոնք ինչ որ բառապաշարը, որը վերցված է ինչ որ բաներից, գրհին գրքերից, այսպես ասենք, որը կենցաղում չի կիրառվում եւ գրական հայերենը, օրինակ, չգիտեմ, մեքենա սարքողները չեն կիրառում, չգիտեմ ովքեր չեն կիրառում եւ այլն։ Եվ մոտավորապես նույն պատկերն էլ տեսնում ենք երգի պարագայում։ Այն որ այդ ազգային երգը, հայկական երգը եւ այլն կենցաղից ոնց որ կտրված լինի։ Ոնց որ, չգիտեմ, մարդը, որ ասենք մենք գիտենք, չէ՞ որ կան հող մշակելու երգեր, չգիտեմ, գութաներքեր կան, բաներ կան, աշխատանքի երգեր կան, պատերազմի երգեր են, ինչեր են եւ այլն։ Հիմա ոնց որ այդ մեր կենցաղից դուրս է եկել այդ երգը, էլի։ Դուք իհարկե համաձայն չեղեք այն իմ ասած այդ որ հարսանիքներում հայկական երգը քիչ է, բայց ամեն դեպքում էլի ոնց որ կենցաղից այդ երգը դուրս է եկել։ Ինչա պետք անել, որ այդ երգը վերադառնա կենցաղ։ Ուրեմն գրական խոսելու խնդիրը չէ։ Գրական մտածելու խնդիրն է։ Այսինքն դու կարող ես օրինակի համար փողոցային, օրինակ ասեմ, լեզվով խոսել։ Բայց կարող ես այերով խոսել, չէ՞։ Բայց քո մտածողությունը պետք է հայերեն լինի։ Այ մեր խնդիրը մեկը մյուսի հետ է կապված։ Երբ որ մարդկանց մտածողությունը ինքը գրական չի, ինքը հայերեն չի, ինքը դվացվում է, առնցվում է եւ այլն, նորից գալիս եմ նույն մենք ենք մեղավորը։ Հայերենի հետ կապված մի բան ասեմ, հա, Մրոջան, որ գրեթե բոլորը, օրինակ բոլոր պաշտոնյաները, բոլոր, չգիտեմ, եւ իշխանություն եւ ընդդիմություն բոլորը անում են հոլովների եւ կապերի սխալներ, որը նշանակում է, որ դա
հակը հայերենը, չհայերենը։ Դե չհայերենի այ մտածողության խնդիրը։ Այսինքն հիմա մեկ մենք էլ ենք այերով խոսում, բայց ես իմ պատկերացում ես հայերեն եմ մտածում։ Կամ փորձում եմ հայերեն մտածել, որտեղ իմ ապրելակերպն էլ է հայերեն։ Որտեղ դրսևորվում է, արդացոլվում է քո կյանքում, քո բեմի վրա եւ կյանքում տարբեր պիտի չլինես։ Երբ որ դու բեմ ես բարձրանում, սկսում ես գեղեցիկ հայրենասիրական երգեր ես երգում, բան, ժողովրդին ասում ես մեր տեսակը պիտի պահենք, պիտի երգենք, փառաբանենք մեր հերոսներին, բան, բայց կյանքում դու ուրիշ ես, այդ չի լինում։ Այդ ձեր ասած պարադոքսը ստեղ է։ Այսինքն մենք պետք է փնտրենք, թե որտեղից է այս ամեն ինչը։ Երբ որ օրինակի համար տարբեր հերոստանգերություններ եթեր էին տալիս տարբեր հաղորդումներ, սկեչեր եւ այլն, որտեղ ծաղրվում էր մեր հայ գնոջ կերպարը։ Բեղերով, չգիտեմ, եթե հիշում եք։ Ձեն չենք անել ընդհանուր առմամբ։ Երբ որ ծաղրվում էր որևէ մեր ինչ որ գեղեցկական ավանդական որևէ երևույթ։ Ես սովորույթի մասին չեմ ասում, որովհետև սովորույթը ուրիշ է, ավանդույթը ուրիշ է։ Ավանդույթը երբ որ հավաքական է դառնում, չէ՞։ Մենք լռել ենք, մենք զգուշավոր չենք եղել, մենք նախանձախնդիր չենք եղել, եւ դրա համար մենք այսօր քաղում ենք, միայն այսօր չէ, արդեն ահագին ժամանակ է, քաղում ենք այն ինչ որ որոշ մարդիկ, անզգուշ մարդիկ, ես չեմ կարող ասել գիտակցված արել են։ Բայց պետք է ծաղրի դեմ առներ, մարդիկ պիտի առնեին, պետությունը պիտի առներ, քրեական հոդված պիտի լիներ։ Բոլորը, հոդվածագիրները, ասենք թե, ես էդել եմ ասում, ասենք թե մենք ունենք մեր մեջ ամբիոնի մարդիկ, ամբիոնից կարող ես լիքը բան ասել, քննադատել, բայց կյանքում դու նույն բանն ես անում։ Դա խնդիր է։ Դա մեծ խնդիր է, որովհետև կյանքում քեզ տեսնում են բոլորը։ Դու երգիչ ես, էլի եմ ասում, երգում ես հայրենասիրական երգեր, բայց կյանքում երբ որ խնդիր է առաջանում սահմանի վրա, երբ որ խնդիր է առաջանում Արցախում, երբ որ խնդիր է առաջանում քո կյանքում, որ բողոք ունես, Կիրանցում խնդիր կա, տատիկը նստած է ասֆալտին, բայց դու քո համերգն ես տալիս, գնում ես Ամերիկաներ, գնում ես Ռուսաստաններ եւ այլն, դա հայերեն ասած ֆալշա։ Սա լավ բանի չի բերում, հասարակության մեջ հակառակն էլ կարող լինի, Մուրադ ջան, այսինքն մեկը կարող գնա մասնակցի բան, ակտիվ բան, բայց անտաղանդ երգիչ լինի, անտաղանդ Չէ, ես տաղանդի մասին չեմ խոսում, ես ասում հստակ օրինակ եմ բերում ես, հստակ օրինակ, այսինքն երբ որ կա տարբերություն, ամբիոնից դու գիտնական ես, խոսում ես, ազգագրության մասին ես խոսում, պահպանության մասին ես խոսում, բայց քո երեխաները առնվազն մի հատ մշուխր մայրոք է երխուշտա չեն իմանում։ Ես չեմ ասում, որ բոլորը պիտի իմանան, Երանի բոլորը իմանան, եւ ես Երանի եմ տալիս, երբ որ մեր ազգային մշակույթը համատարած լինի մեր հայ հասարակության մեջ, Երանի եմ տալիս, բայց դա չի նշանակում, որ իմ երեխան Բրունո Մարս պիտի չճանաչի, կամ Ստիվի Ոնդեր, կամ Sting, կամ Adele, կամ դասականներից Չայկովսկին, մյուսը, ոչ, իսեր աստծո, այ ես պահպանողական եմ, բայց միշտ էլ ասում եմ, որ ես նույն ժամանակ ջինս եմ հագնում, կոստյում եմ հագնում, բայց իմ հոգին ջինսոտ չի դառնալու, դրա համար, մենք յուրաքանչյուրս դրա մասին էլ ասեմ, այն որ անընդհատ տարածում են ամեն մարդ իր գործով պետք է սպաղվի, ամեն մարդ իր գործով պիտի սպաղվի, բայց այդ գործը պետք է ընդհանուրի համար լինի, պետք է չմտածես, որ մենակ քեզ համար լինի, մենքով ապրել,
նշանակում է դու ել կաս մեջը։ Եսով ապրելը ոչ ոք չկա այնտեղ, մենքը չկա։ Մենք այդ խնդիրները պետք է լուծենք։ Ես մի մարքսիստական բառ եմ ուզում օգտագործեմ, տնտեսական ֆորմացիան, որը տնտեսական ձևն է, որում մենք ապրում ենք։ Հիմա երբ որ դուք ասում եք մշոխռը եւ այլ շուրջ պարերը եւ այլն, դրանք համայնքի գյուղի պարեր են, որտեղ համայնքը միասին նշել է հարսանիք, միասին նշել է, չգիտեմ, ինչ որ տոն ժողովրդական, եկեղեցական եւ այլն եւ դուրս են եկել ուրախացել են։ Բայց հայտնի է, որ այդ ֆորմացիաները երբ որ փոխվում են, պետք է փոխվի փոխվում է նաև մշակույթը։ Օրինակ, մենք ունեցել ենք ասացողներ, չէ՞, որ էպոսը պատմել են եւ երկասացներ, բանասացներ, կային հենց ասացողներ, որոնք էպոսն էին ասում, Սաստրի Դավիթն էին ասում եւ նաև կա ապացույց, որ գիտականորեն ապացույցված որ ֆորմացիայի ենթարկվում, որ կար այդ ֆեոդալական բանը, որ արհեստավորների խմբերը Արևմտյան Հայաստանում ման էին գալիս եւ ասենք բաներ, դարբիններ, չգիտեմ, դերձակներ եւ այլն, ու այդ խմբերի մեջ կային ասացողներ, որ երեկոյան հիմնականում դրանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին, լավ ձայն ունեցող, որոնք երեկոյան այդ մարդկանց զբաղեցնում էին էպոսը երգելով, բայց հետո այդ երբ որ այդ պատմելով, երբ որ այդ ֆեոդալական բանը հատվածայնությունը վերացավ, դարբիններ սկսեցին գյուղերում հայտնվել ու այդ խմբերը վերացան, ասացողների ինստիտուտն էլ վերացավ։ Հիմա մենք ուզում ենք, որ հայկական երգը, այսպես ասած, շոխռը, չգիտեմ, մյուս պարերը եւ այլն, մենք պարենք ուրիշ տնտեսական ֆորմացիաներով, չհամապատասխանեցնելով դա քաղաքին։ Թե մենք, այսինքն դուք հավատում եք, որ կարելի է, օրինակ 21-րդ դարում մարդը սմարթֆոնը գրպանում, բանը այս TikTok-ը հետևելով եւ այլն բան ու գնա ասենք ժամը քայնսի ինչ որտեղ մշոխռ բարի, թե ուղակի դա այդպես մեխանիկորեն լինի, թե այնուամենայնիվ մենք պետքա այդ պարը, երգը եւ այլն համապատասխանեցնենք այս նոր մարդուն։ Եթե համապատասխանեցնելը ես հասկանամ ինչ է, եթե ժամանակի շունչ ենք տալիս, օրինակի համար ես այո, ասում եմ այո, եւ ես այն ինչ որ ասում եմ դա միայն դեսական չի, միայն այն չի, որ ես պատկերացնում եմ, ես գիտեմ, որ ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, որ ասենք թե այդպես ֆանտոմից իջնում են, Rolls Royce իջնում են, գնում են Երխուշտային են բարում։ Ես ունեմ ծանոթներ լիքը տարբեր տեղերում, որոնք որ գնում են եւ հայկական շուրջ բարեր են սովորում եւ երգեր, եւ հայկական երգեր, ասենք Շադախի շրջանի երգեր, Վանի շրջանի երգեր, Բիթլիսի, Կիլիսի, Ուրֆայի, Սասնո երգեր, Տարոն աշխարհի, մենք պետք է պատկերացնենք, որ այս ամեն ինչը հնարավոր է անել, որովհետև միայն այդ ձև մենք կարող ենք, էլի եմ ասում, եթե մենք խնդիրը դնում ենք, քիչ առաջ որ խոսում ենք, չէ, սիրո մեջ, մենք սիրում ենք մեր տեսակը, թե չենք սիրում, եթե չես սիրում, ինչ ուզում ես արա, չի լինի, ես սիրում եմ իմ տեսակը, և ես պայքարում եմ իմ տեսակի հարատևման համար, և դրա մեջ է գաղափարախոսությունը, այսինքն իմ տեսակի, հայի տեսակի հարատևումը կախված է ինձնից եւ քեզնից եւ մյուսից ամեն մեկը պետք է մտածի եթե սիրում է իր տեսակը որ տեսակի հարատևումը կախված է իրենից եւ իրական է այդ ամեն ինչը որ մենք այսօր տեսնում ենք էլի եմ ասում կարող է դուք չեք տեսնում բայց ես տեսնում եմ եւ մասնագից եմ այդ ամեն ինչի միայն գյուղական միջավայրում չի հենց ազգային մշակույթն է որ ինքը եւ հենց մշակույթի եւ ազգի այն փոխհարաբերությունը միջավայր է ստեղծում որովհետեւ անհատը կարողանա իրեն այնտեղ դրսևորի եւ նաեւ նորովի ինչ որ հաղորդափոխման ճանապարհ ինքը կարողանա ստեղծի որովհետեւ փոխանցի հիմա մենք ասում ենք չկա այդպեսի բան եկեք նայենք Գութան փառատոնը
Հայաստանի ազգային ավանդական երգի բարի փառատոնը անհրաժեշտությունից ելնելով ստեղծվեց։ Իմիջիալից ինչ անում եմ ես դնում եմ անունը, որ անհրաժեշտություն, սա ծրագիր չէ, որ մտածել եմ ինչ անեմ, ոչ, անհրաժեշտություն է։ Գութան փառատոնը, ազգային ավանդական երգի բարի փառատոնը, ինքը այսօր մեծ նշանակություն ունեցավ մեր բոլոր թե անհատ, թե խմբերի, որոնք որ իրենց կյանքը նվիրաբերել են ազգային ավանդական երկու բարի պահպանմանը միացնել իրար։ Եվ այսօր կարող եմ ասել հբարդությամբ, որ ամենամեծ, ամենամարդաշատ փառատոնն է, որը որ եւ բովանդակությամբ, եւ ձևով ամենասպասվածն է Հայաստանում։ Եվ պիտի տեսնեք, ինչքան մարդ է երգում պարում մեզ հետ, ինչքան մարդ, տարբեր միջոցառումներ, եւ ոչ միայն Երևանում, մենք նաեւ իրականացրել ենք Արցախում, եւ իրականացրել ենք Տավուշում, մեր ժողովրդի արթնացումը սկսված է, եւ արթնացումը այն չի, որ օրինակի համար քաղաքական թե տնտեսական հողի վրա պիտի լինի։ Մեր ժողովրդի մշակութային եւ նաեւ հոգեվոր արթնացումը սկսված է։ Հավատացեք, ես սա չեմ ասում ուղղակի այդպես, սկսված է եւ գնում է։ Եվ ընտանում է, եւ ոչ ոք չի կարող կասեցնել այդ ընթացքը։ Չի կարող ոչ ոք։ Ինչ էլ ուզենան անեն։ Այո, հիմա դժվարություններ ունենք, հատկապես արհեստական դժվարություններ, որովհետեւ նման իշխանություն ունենք, որը իրեն համար կարևոր չէ ազգայինը, այլ կարևոր է ուրիշ բան։ Դրա համար այդ դժվարություններն էլ ենք հաղթահարում։ Հաղթահարում ենք ինչպես ձերքի տալով նույն ձևի մտածողություն ունեցող մարդիկ իրար հետ հավաքվում են, որոնք որ նայում են գալիքին նույն ձև, որ պետք է լինի ազգային պետություն, մենք պետք է ունենանք ազգային պետություն, որտեղ ազգային շահն է գերակա, որտեղ ազգային մշակույթը համատարած է մեր հայ հասարակության մեջ։ Դու կանխեցիք իմ հաջորդ հարցը, ոնց էլ պատասխանեցիք դրան, ես ուզում եի ասել, որ այս հայկականությունը ինչպես եք տեսնում, էլի վերածնվող, թե նահանջող, որտեղ էս մեր ինքնության դեմ հարձակումներ կան եւ այլն։ Բայց նաեւ ճիշտ ասած ուզում եմ մի թեթև ձեր լավատեսության վրա այսպես ասած սառը ցնցուղ պահեմ այն իմաստով, որ դուք ասում եք, որ այդ ազգային երգի բարի արտնացում կա, ես համաձայն եմ ձեզ հետ, դա ակնհայտ է, բայց նաև պետք է ասել, որ այդ առաջնորդներն են քիչ, թույլ եւ չպատրաստված այն մարդիկ, ովքեր պետք է դա կազմակերպեն, տանեն, իհարկե դուք էլ եք այդ առաջնորդների առաջին շարքում, եթե ոչ առաջինը, բայց ամեն դեպքում այդ մյուս մարդիկ, ովքեր քարոզում են դա, ասում են եւ այլն, իրենք քիչ պատրաստված են, իրենք այդպես միանգամից ընկնում են ինչ որ բաների մեջ, չափազանցությունների մեջ ասեմ եւ դառնում են ծիծաղի առարկա, նաեւ որովհետեւ դա ծիծաղը հատուկ է գեներացվում, էլի բնականաբար։ Բայց ձեր կարծիքով ուրեմն այդ հայկականության ընթացքը անկասելի է եւ հնարավոր չի որ բան ունենա, այսինքն օրինակ չգիտեմ ԿԳՄՍ-ն, կառավարությունը եւ այլն, որոնք ակնհայտ հարձակումներ են գործում, էլի մեր ինքնության դեմ, փորձում են փոխել այդ ինքնությունը եւ այլն։ Բայց ինձ մի ուրիշ հարց է հետաքրքիր, երևի թե սրանով եզրափակենք հարգելի մրոտ, թե եթե մենք չենք սահմանում, թե ինչը հայկական է, օրինակ ասենք ինչ է հայկական երգը, զուտ զգալով, զուտ ասենք, չգիտեմ, ես ձեզ վստահելով, դուք ասում եք, որ սա հայկական է, ես ձեզ վստահում եմ եւ հավատում եմ, որ դա հայկական է, բայց առանց սահմանելու հնարավոր է արդյոք
այդ ռազմավարությունը գծել, այդ չգիտեմ օտար հարցակումներին դիմակայել, այդ ներքին այդ անճաշակությունը վերացնել, երբ որ այդ արդեն այն աշճանի է հասել, որ արդեն ոնց որ բնիկ թուրքական երգ են ստեղծում Հայաստանում, ինչ որ այդպես կոմպոզիտորների գերդաստաններ կան նույնիսկ։ Հնարավոր է արդյոք առանց սահմանելու դա անել, որտեվ ըստ էության ինձ թվում է մենք չունենք այդ սահմանումը։ Ունենք ուղղակի ինչ-որ մարդ չափանիշներ, ոնց որ դուք, ոնց որ լուսահոգի, ասենք Գագիկ Կինոսյանը, որ իրենք ասում են, որ ասենք դուք ասում եք, որ սա հայկական է եւ մարդիկ հավատում են ձեզ։ Բայց արդյոք դա զուտ այդպես պետք է լինի, թե պետք է նաեւ ինչ որ մշակույթի փիլիսոփայի հայտ գա, որը չի երևում հորիզոնում, որ սահմանի, որ ինչն է հայկականը, ոնց մոտենանք հայկականին։ Նայեք, ես նախ առաջնորդների առումով բնականաբար ես կարող եմ այդպես ասել, որ սառը ցնցուղը կարող է ձեզ համար լինի, բայց շատ են առաջնորդները, որոնք որ գիտակցաբար են գնում այս պայքարի մեջ, գիտակցելով, որ մենք այսօր մեր պատերազմը, մեր դեմ մղված պատերազմը, դա մեր ինքնության դեմ է։ Արդեն անցել է տարածքի սահմանը, ինքնության դեմ է պատերազմը եւ շատ հայորդիներ, ինչպես ասացիք, երջանկահիշատակ մեր Գագիկ Կինոսյանը առաջամարտիկներից եղել է եւ կա այսօր, կա իր ամեն ինչով եւ կան շատ-շատերը, որոնք որ ասեմ ձեզ, մենք հազարավոր հայորդիներ ունենք, որոնք որ այսօր խմբեր ունեն։ Եվ ոչ միայն Հայաստանում, խոսքը ազգային ավանդական խմբերի մասին է։ Ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։ Տարբեր երկրներում, որոնք իմիջիալոց արդեն սկսել են մասնակցել Գութանին, գալիս են, այսինքն արտասահմանից եւ մասնակցում են։ Այսօրվա մեր ժողովրդի գիտակցությունը, ինչպես քիչ առաջ ասացի, որ այդ արտնացումը սկսվել է, այո, դժվարություններ կան, բայց գիտակցում կա, որ ինքնության դեմ պատերազմ կա։ Այդ գիտակցումը կարող է բերի հաղթանակի։ Ուրիշ գիտակցում չի կարող բերել։ Եթե դու վտանգը չես զգում, չէ՞, ոնց որ որոշ մարդկանց մոտ մեր հասարակության մեջ իրենք վտանգի մեջ են, բայց կողքից են նայում։ Իրենք չեն զգում, որ վտանգ կա։ Ինչ վերաբերում է երկու մարդուն բնորոշ բնամր է։ Մարդուն միշտ թվում է, որ մահը ուրիշների համար է, ինքը չի մեռնելու։ Այդ առումով համաձայն եմ, բայց այսօր ուրիշ բան է, այսինքն ինքը մարդը խնդրի մեջ է, բայց ինքը նայում է կողքից, ասում է, թող ուրիշը լուծի այդ խնդիրը։ Ուրիշը չի կարող քո փոխարեն լուծի։ Ինչպես ասացի, որ մենք մեր ինքնության եւ մեր տեսակի հարաբերման մեջ յուրաքանչյուրս իր դերը ունի։ Եվ պիտի ունենա, չի կարող, այսինքն դա նաեւ բարդք է։ Այսինքն գենետիկայի թանդեպ դու բարդք ունես։ Դու անկապ տեղը չես զբաղեցրել այն տեղը, որ այն մեծ sense բանա, որը գոչվում է հայ։ Քո այդ տեղը անկապ տեղը չես զբաղեցրել։ Երկի հետ կապված մենք ընթացքում ես ասացի, չէ, եթե մենք ունենք երկու տարբերակ, մենք կարող ենք խոսել օրինակի համար, ինչ է նշանակում հնչերանք, ձայներանգը եւ ընդհանրապես ռիթմիկ պատկերը, ինչքանով է երգը կապված մեր աշխարհագրության հետ, մեր երգը հողից է ծնվել, ինչքանով է բանաստեղծական առումով, խոսքի առումով ինքը հայերեն է, մտածողությունը եւ շատ բան կա, բայց որովհետեւ հասարակ բան լինի, ես քիչ առաջ նորից ասացի, չէ, որ այ հասարակ մարդը, հասարակ ասելով ամենայն հարգանքով, զուտ երաշտական առումով, որովհետեւ բոլորս էլ հասարակ ենք։ Լսողը, որ լսում է, օրինակի համար, ինչ է պատկերացնում։ Ինչ է պատկերացնում։ Եկեք ես ձեզ ընդհատեմ։ Ես ասեմ, էլի, եթե հասարակ, ասենք թե զգացմունք է պատկերացնում։ Զգում է ինչ-որ մի բան։ Թեկուզ տեքստը լսում մենք խոսում ենք հայերեն երգի մասին, չէ՞։ Չէ, մենք խոսում ենք որն է, չէ՞։ Ես էլ ասում եմ, եթե ինքը իր բույրը եւ իր գույնը
դու պատկերացնում ես, ասենք երկի մեջ դու ո՞նց ես պատկերացնում։ Եթե խոսքը հայերեն երկի մասին է, հայկական պատկանելությամբ երկի մասին է, իսկ մնացածը արդեն գալիս է էլի այդ քաղաքագրթական ընթացքի հետ կապված, այսինքն մենք ո՞նց ենք դաստիարակելու, որովհետեւ մարդիկ չխոսեն դվցվում, առնցվում է, հիմա ասենք դուք խոսում եք մի բանի մասին, Միրոջ ջան, որը արդեն այնքան է զարգացել այդ ռաբիսը, բան, որ արդեն կա ռուսերեն հնչող բլատնոյ ռաբիս, կա չգիտեմ ինչ, այսպես ճյուղավորումներ կան արդեն։ Դե դա էլ է աբացուցում երկի պատկանելությունը։ Հիմա դուք ասում եք, որ կան երաշտագետներ, չէ՞, որ մարդիկ իհարկե երաշտագետներ շատ կան, հասկանում են եւ այլն։ Այո։ Բա ոնց են իրենք թույլ տալի, որ ասենք Արամ Ասատրյանին ասեն գուսանտ, ոնց են թույլ տալիս, որ ասենք, չգիտեմ, Սպիտակցի Հայկոին համարեն երկիչ, կամ ոնց են իրենք թույլ, որտեվ կան նաեւ վաստակավորներ, չէ՞, այդ մարդկանց մեջ, ձերպես կամ ինչեր, ոնց են, ոնց բողոքի ալիք չի բարձրանում, ասում, որ ասենք, պարոն նախագահ կամ պարոն վարչապետ, ոնց կարելի է ասած բան անել։ Դա նշանակում է այդ մարդիկ բան են գնում, չէ, կոմպրոմիսի են գնում ինչ-որ բանի դիմաց, որտեվ կարող է իրենց հալածեն, կարող է իրենց դատի տան, կարող է իրենց չգիտեմ ինչ անեն, չէ։ Այսինքն այս հիմիկվա օրինակ, որ մենք բողոքում ենք, որ ինչու մտավորականությունը կամ արվեստագետները կամ բաները չեն ԿԳՄՍ-ի դեմ չեն խոսում կամ այս քաղաքականության դեմ չեն բողոքում, դա նոր չի սկսվել, այդ մարդիկ միշտ կան։ Այո։ Եվ հետեւաբար այն ձեր առաջին ասածը ճիշտ է, որ նախ մշակողներն են մեղավոր, հետո նոր ժողովուրդը։ Իհարկե։ Չէ, ժողովրդի վրա մեղքը բարթելը դա ամենահեշտն է, այսինքն փախնելը ամենահեշտ երևույթն է, որ չես պայքարում այն խնդիրների եւ այն դժվարությունների դեմ, որոնք արգա են քո կյանքում։ Ես իմ մասով ասեմ, ես հբարդ եմ, որ օրինակ ես այսօր համարվում եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Անկախ դրանից, թե ով է դվել, ես գիտեմ, որ ես վաստակել եմ եւ մնացածը, այսինքն այն ինչ որ ես անում եմ, ես փորձում եմ իմ ունեցածը ծառայեցնել իմ ժողովրդին եւ իմ մշակույթին։ Այո, պետք է պետական ռազմավարություն։ Պետք է այդ ամեն ինչը, տեսեք, ժամանակին մի հատ օրենք հանեցին, բոլորը խառնվեցին իրար, չէ, որ չի կարելի պետական միջոցառումների ժամանակ դնել ձայնագրությունն ու բերանը բացել փակել, չէ։ Եվ բոլորը խառնվեցին իրար, որովհետև այնտեղ մաղվում է ով է երկիչը, ով է չի երկիչը։ Հետո արդեն թուլացավ, հետո արդեն նույն բանը ստացվեց եւ այլն։ Ամեն ինչ կարող ես անել, եթե դու լծակ ունես եւ քո ցանկությունը արդար է։ Դու կարող ես անել այդ ամեն ինչը։ Ով է դվել այս կոչումը, ով չի դվել այդ կոչումը եւ այլն։ Դրանք նաեւ մտածողություն են, այսինքն մեր ժողովրդի մտածողությունն է։ Մենք պետք է դուրս գանք դրանից, ասենք, ես որ ասում եմ, ես հպարտ եմ դրանով, ես չեմ ապրում դրանով։ Ես հակառակը, սա ինձ ավելի է բարտավորեցնում, որ ես էլ ավելի աշխատեմ, որովհետև ես ճիշտ ճանապարհի վրա, սա ցույց է տալիս, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Ուրեմն ես ինչ պետք է անեմ, ես պետք է ավելի շատ աշխատեմ, ես ավելի շատ երգեր վեր հանեմ, երգեր կան, որ փոշի է դրած այդ երգերի վրա, մենք վեր հանենք եւ հետ վերադարձնենք մեր ժողովրդին։ Եվ հավատացեք, որ մեր ժողովուրդ, հատկապես այսօրվա երիտասարդ սերունդը ինքը բավականին ծարավ ունի ազգայինին, մնում է ուղղորդել, ճիշտ ուղղորդել, իսկ ուղղորդողները մենք ենք, կամ սխալ ճանապարհ պիտի ցույց տան, կամ ճիշտ ճանապարհ։ Դրա համար ես կոչ եմ անում բոլորին, թող մինչև անձնական շահի մասին մտածելը, թող մտածեն մեր ընդհանրական շահի մասին, մեր ազգային շահի մասին, մեր ազգային եւ պետական իրավունքների մասին, յուրաքանչյուրիս բարդքն է այդ ամեն ինչի մասին մտածել եւ նաեւ պատասխանատվություն վերցնել։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, հարգելի Մրո, ես հույս ունեմ, որ սա մեր վերջին զրույցը չէ, որովհետեւ էլի բազմաթիվ հարցեր կան, որ ես կուզեի ձեզ հետ քննարկել, ուղղակի շատ
ժամանակ չարժի մարդկանց համբերությունը չարաշահել։ Շնորհակալություն, որ հյուր եկաք։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրը Բաստիոն հաղորդաշարի Արսեն Գրիգորյանն էր Մրոն։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, կհանդիպենք։